Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Երրորդ շաբաթն է, ինչ ընթանում են նորընտիր ազգային ժողովի նիստերը։ Նախորդին հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Պարոն Գրիգորյան, ամփոփելով անցած 3 շաբաթների խորհրդարանական աշխատանքը, ինչպես կբնութագրեք ընդդիմության վարքագիծը մասնավորապես։ Տեսեք, իմ կարծիքով ընդդիմությունը ըստ էության նոր չի, ընդդիմությունը այն 8-րդ գումարման ընդդիմությունն է, մի քիչ անունները փոխված, դեմքերը փոխված ու գործելավոճն էլ բացառապես նույնն է, նույն թեզերն են առաջ տանում, 3 շաբաթ արդեն քննարկում ենք ունենում տարբեր ոլորտների հետ կապված եւ կառավարության ծրագիր ենք հաստատում, բայց չլսեցինք իրենցից գետ մեկ պնդում, թե օրինակ այս գյուղում, այս քաղաքում այս խնդիրը կա եւ այլն եւ ըստ էության իրենք ինչպես քարոզարշավի շրջանակներում, այնպես էլ հիմա դեմ են դպրոցներ սարքելուն, մանկապարտեզներ սարքելուն, ճանապարհներ սարքելուն, այսինքն նույն ընդդիմությունն է եւ մի զարուհելի տեսարանի ականատես եղա, ես ինքս իմ գնահատականն ասեմ, որ իրենք ասում էին, թե մենք ամբողջ թափով աշխատելու ենք, բայց երբ մենք նիստ ավելացրեցինք, նրանք ձեռնպահ քվեարկեցին, թե կամ դեմ չեմ հիշում, մի խոսքով իրենք չհամաձայն, այսինքն այն ինչ որ իրենք ասում են, պետք է հանրությունը բացի եւ առնվազն այս 3 շաբաթվա նիստերը նայի եւ ինքը հասկանա, թե ինչա կատարում ըստ էության։ Ընդդիմությունը ձեզ ինչ օրակարգով է եկել ազգային ժողով, մասնավորապես ուժեղ Հայաստան։ Ընդդիմությունը մեկ օրակարգ ունի իմ կարծիքով եւ այդ օրակարգը իրենց հարստությունները պաշտպանելն է, ինչպես եւ 8-րդ գումարման ազգային ժողովի ընդդիմությունը, այս ընդդիմությունը նույնպես իրենց գույքը իրենց սեփականությունը իրենց գումարներն են ուզում պահեն, որտեվ այստեղ ելույթներում սկզբանե ելույթների հիմնական մասը նվիրված էր հեծին, որը ըստ էության պետականացվում է եւ դառնում է ժողովրդի սեփականությունը, այն մյուսները իրենց Ռոբերտ Քոչարյանի հարստությունն են պաշտպանում, այն մյուսները, չգիտեմ, Սերժ Սարգսյանի եւ այլն, այսինքն օրակարգը նույնն է, իրենց մոտ բան չի փոխվել եւ իրենք որ ժողովրդին ասում էին գնալու ենք եւ ձեր մասին ենք մտածելու, ձեր մասին ենք խոսելու եւ դառնալու ենք ձեր պատգամավոր ազգային ժողովում, դա չկա ու իմ կարծիքով չի լինելու, որովհետեւ իրենք մի նպատակ ունեն իրենց հարստությունը պահելու։ Այսինքն իրենք ներկայացնում են իրենց շահերը ազգային ժողովում, ոչ թե ժողովրդին են։ Միանշանակ կարող են հանրությունն հասարակությունը վստահաբար եւ նայում են եւ կարող են բացել նայել, իրենց ելույթները հիմնականում նվիրված են ԵԱՏՄ բեռներ տեղափոխելուն եւ նվիրված են հեծին, այսինքն հավելյալ որևէ ելույթ որպես այդպեսին չեղավ եւ նաեւ իրենց համարում են հայ քրիստոնյա եւ ազգային ժողովի ամբիոնից անիծում են մեզ եւ մեր ընտանիքներին եւ մեր երեխաներին, այսինքն էս է իրաց պատկերը չի փոխվել։ Դա որքանով է տեղավորվում բարեկրթության պայմանավորվածության։ Բարեկրթությունը թողնենք, դա չի տեղավորվում հայ քրիստոնյայի բառամթերքին, հայ քրիստոնյայի պահվածքին եւ այ իրենք որ իրենց ձևակերպում են թե իբրև թե իրենք հայ քրիստոնյա են եւ անիծում են, այս արդեն շատ անլուրջ է ու ես եւս մեկ անգամ համոզվում եմ, որ եկեղեցու բարենորոգման աշխատանքները րոպե շուտ պետք է սկսենք։ Պարոն Գրիգորյան, մենք վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում մի տեսարանի, երբ որ արտաբերվում է Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունը, ընդդիմությունը թմթմփացնում է սեղաններին որպես առարկություն, որպես պրոտեստ։ Երեք, երբ որ վարչապետը իր ելույթում Կտրիչ Ներսիսյանը զուգադրեց Գարեգին Բ անունով, կարծեք թե դադարեցին այդ թմթմփացնելը։ Նախ ուզում եմ ձեր տպավորությունները փոխանցեք մեզ, արդյոք ընդդիմությունը խորհրդարանում է նաև պաշտպանելու Գարեգին Բ-ին, այսպես նրա փաստաբանի դերն է ստանձնել եւ երկրորդ, քանի որ այդ թմթմփացնելու գործընթացը կարծեք թե դադարեց, արդյոք նշանակում է, որ ընդդիմությունը ընդունեց ձեր խաղի կանոնը եւ դուք պարտադրեցիք ձեր օրակարգը այս մասով, այս դրվագով։ Տեսեք, իրենք որ եկել են այստեղ Կտրիչ Ներսիսյանին կամ Գարեգին Բ իրանք ոնց են ձևակերպում իրեն պաշտպանելու միայն ըստ էության իր փաստաբանի դերը տանելու դա միանշանակ է, բայց տեսեք մենք երբ արդեն Գարեգին Բ Կտրիչ Ներսիսյան համադրեցինք իրենք ոնց որ թե համակերպվեցին այս խոսույթի հետ եւ ինչ էր ստացվում իրենք հասկացան որ թմթմթացնելով որևէ բան չի փոխվելու եւ ես այնտեղ էլի մի զազրելի տեսարանի ականատես եղա երբ մեզ անիծող կինը
գույքին սեղանին խփում էր Հայաստանի Հանրապետության գերբը վրան պատկերված, դրոշը վրան պատկերված այն կառավարության ծրագրով, այսինքն ես այդ բանը հասկացա, որ իրենք այդպես էլ այնպես չի որ սիրում են Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին եւ ես նաեւ ասեմ որ իրենք այդ ուզում են ցույց տալ որ իրենք չգիտեմ եկել են այստեղ պաշտպանելու եկեղեցին իրենց խոսույթն այս տեսակը բայց իրենք մի մարդ ունեն պաշտպանելու դա Կտրիչ Ներսիսյանն է մի մարդի են պաշտպանում դա Կտրիչ Ներսիսյանն է եւ ըստ էության եւ իրենց հարստությունն են պաշտպանում այստեղ խոսել թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ որից է մեկի մասին մտածում են ըստ էության իմ կարծիքով ճիշտ տեղը չի այդ մասին խոսելու բայց նաեւ ուզում եմ ասել որ իրենք դա իմ կարծիքով մանկամտություն է այդքան թխթխկացնել եւ այլն, եթե ունեն ակցիան անում են 1 անգամ, 2 անգամ, բայց ոչ միշտ եւ հետո հետ կանգնում իրենց ակցիաներից։ Տեսանք, որ դուրս եկան նախորդային դահլիճից, լքեցին, բոյկոտեցին նիստը, գնացին, հետո եկան, չգիտեմ իրենք ոնց են մտածում, բայց ամեն դեպքում իմ համար գոնե ցավալի է, որ մենք այստեղ թողել ենք Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի, հայ գյուղացու, հայ քաղաքացու շահերը եւ այստեղ մենք չգիտեմ ինչեր ենք քննարկում, ընդ որում մենք մտածում ենք կլինի կառուցողական ընդդիմություն, կլինի ճիշտ ասող ընդդիմություն, կլինի ինչ լավ բան կար, կառավարության ծրագրի մեջ այնքան լավ բան կար գրած, բայց իրանք նույնիսկ դեմ են քվեարկում, նույնիսկ չեն քննարկում, ասում են գյուղատնտեսությունը վատ է, այնտեղ գյուղատնտեսության մասին լավ բաներ կար գրալ, կարող են ասել թեւարկում ենք, բայց հետեւողական ենք լինելու կամ հանձնաժողովի նախագահ ենք ընտրում ելույթ են ունենում ամբիոնից իրենց թվում իրենք արդեն նախարար են այդ ոլորտի նախարարն են այնպես բաներ են ասում որը իրականում հանձնաժողովի նախագահի գործառույթների մեջ չի մտնում Պարոն Գրիգորյան վարչապետը նաև մեղադրվում է նրանում որ ցուցում է տալիս իրավապահներին քրեական հետապնդում սկսել այս կամ այն քաղաքական լիդերի նկատմամբ եւ երբ որ նախորդային վարչապետը իր ելույթում անդրադարձավ Քոչարյան ընտանիքին եւ նրանց ունեցվածքը հանրությանը վերադարձնելու նրանց ապօրինի գույքը բռնագանձելու թեմային հաջորդիվ տեղի ունեցան իրավապահների գործողությունները եւ արդեն գիտենք որ մեղադրանքի առաջադրվել Սեթրակ եւ Ռոբերտ Քոչարյաններին եւ նրանք կալանավորված են հնչում է քննադատություն որ վարչապետի ուղիղ ցուցումով տեղի ունեցավ այս քրեական հետապնդումը որ իրավապահները հլուհնազանդ կատարում են մեկ մարդու կապրիզները ինչպես կարձագանքեք այս մեղադրանքին նախ առաջինը բերեք արձանագրենք որ չէր կարող մի քանի ժամում գործ լիներ, քրեական գործ լիներ եւ այդ քրեական գործը ընդդիմադիրներն ասում գործ կարվեր։ Հա, գործ կարվեր եւ այլն, այդ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի։ Այդ վարչապետն էլ ցույցում չէր տվել, որ իրանք կասկադից, չգիտեմ, հող գողանային կամ չգիտեմ այլ տեղից գումար պետությունից փող գողանային, հիմա էլ ապօրինի գույքով հետ ուզեին կողել, այդ ժամանակ վարչապետը վարչապետ չէր։ Իսկ ինչ վերաբերվում ցույցում տալուն, ցույցում չի, բայց վարչապետի մտահոգությունները կիսում են միանշանակ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ մանդատ է տվել, վարչապետին ու մեզ մանդատ է տվել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում թալանչիները հետ եւ հետ վճարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե իրենց գողացված գումարները։ Եթե մենք չենք իրացնում այդ մանդատը, ինչով մեզ օժտել է հանրությունը եւ ինչ է մեզ ինչի համար է մեզ մանդատ տվել, նշանակում է որ մենք վատ ենք աշխատելու։ Իսկ իմ կարծիքով վարչապետի մտահոգությունները տեղին են, որտեղ իրենց բարեկամներ, հարազատներ, չգիտեմ, նախկին ենթականեր եւ այլն այսօր դատական համակարգում են եւ դատական համակարգը պետք է առաջացվի, որ ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ինչ է նշանակում կա Հայաստանի Հանրապետություն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություն, ինչ նշանակում գործադիրը եւ օրենսդիրը հաշվետու եւ ենթակա է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հայ ժողովրդին, իսկ դատական համակարգը ոչ այսինքն իրենք հաշվետվություն չեն տալիս։ Հիմա մեզ պետք է առաջացնենք այդ համակարգը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատավորը ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահին։ Պարոն Գրիգորյան, ամփոփելով զրույցը եւ դեպքերից մի քիչ առաջ ընկնելով, մինչեւ սեպտեմբերյան նստաշրջան, ինչ եք կարծում, պարոն Գրիգորյան, ընդդիմությունը սեպտեմբերին ինչ օրակարգով կգա խորհրդարան,
չմոռանանք, որ նրանց առաջնային օրակարգը իշխանափոխությունն է։ Բացի իշխանափոխությունը, ինչ օրակարգով կգա, արդյոք Ռուսաստանից թելադրված հերթական օրակարգով կարծեք նշмарվում է այդ օրակարգը, որը վերաբերում է ԵԱՏՄ թե ԵՄ դիլեմային։ Տեսեք, իրենք ունեն մի օրակարգ, ինչ օրակարգ իրանցը թելադրվում է, եւ այդ օրակարգը իրենք տանելու են թե հիմա, թե հաջորդ ամիսը, դրա հաջորդ ամիս, իրանք մի օրակարգ ունեն եւ այս Եվրաինտեգրման հանձնաժողովի վերցնելն իմ կարծիքով կայանում է նրանում, որպեսզի իրենք կարողանան որոշակի խոչընդոտներ ըստ էության ստեղծել Եվրաինտեգրման այս գործընթացին, բայց իմ կարծիքով իրենց օրակարգը նույնն է, իրենք հաջորդիվ գալու են նորից այլ ապօրինի գույքերի, երբ արդեն դատախազությունը, չգիտեմ, գործ հարուցի եւ այլն, իմ կարծիքով սենց է, երբ մարդի վրա գործ են հարուցում, ինչ որ թալանի վերաբերյալ, հաջորդ պահին ինքն դիմադի շարքերում է, հիմա այս շարքերում էլ ես տեսնում եմ նման մարդիկ, այս իրանց օրակարգը նույնն է լինելու, ավելի վատը, քան անցած 8-րդ գումարմանն էր, հիմա իրենք մի նպատակ ունեն Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջընթացը վիժեցնել, տնտեսական եւ Հայաստանի Հանրապետության զարգացումը կանգնեցնել, խաթարել։ Իրենք ինչ են անում, իրենք ուրախանում են զոհերով, երբ մեր հանրապետությունում կամ զորամասերում ինչ-որ զոհ լինում, որը մեր համար շատ ցավալի ու ծանր երևույթ է, իրենք այդ հանրային քննարկման առարկային դարձնում եւ իմ կարծիքով իրենք ուրախանում են դրա վերաբերյալ։ Հայաստանում մի դժբախտություն լինի, իրենք ուրախանան։ Իրանց օրակարգը էս է, իսկ իրանց պարտադրվում է այդ օրակարգը, ես կարծում եմ իրենց մեջ էլ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն այդ օրակարգին, ինչ իրենց պարտադրվում է, բայց ճար չունեն, բայց եւ նաեւ կարծում եմ, որ 1-2 տարի հետո իրենց մեջից էլ կլինեն մարդիկ, որոնք կընդդիմանան իրենց եւ իրենց հետ կարծում եմ չեն շարունակի ճանապարհը։ Իրենց շարքերում իրենց շարքերում, այո։ Մասնավորապես որ խմբակցության շարքերում են պոտենցիալ ուժեղ Հայաստան խմբակցության մասին է խոսք։ Իմ կարծիքը դրանումն է, ամենայն դեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իրենք թիմով են գալիս ազգային ժողով, թիմով են ճաշում իրենց խմբակցությունում, թիմով են գալիս նիստերի դահլիճ, տպավորություն է ստեղծում, որ կուռ է թիմը։ Իմ տպավորությամբ դա թիմային գաղափարը չի, որ քայլում են միասին, ասենք այնտեղ դմդմփաստում է սեղանին, մեկ էլ ես խմբակցության ղեկավարը ձեռքը վերաբարձրացնում, բոլորը կանգնում են։ Դա այն որ մեզ մեղադրում են բռնապետության մեջ, իրականում բռնապետությունը իրենց խմբակցությունում է ու դա շատ ցավալի է ու ես վստահ եմ, որ իմ կարծիքով որ կլինեն մարդիկ, որոնք այդ բռնապետությանը, բռնատիրությանը չեն ենթարկվի մի օր եւ կփոշմանեն, որ այդ թիմում են եղել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Գրիգորյան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։